Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ, սկսում ենք հերթական լույս աշխարհի հաղորդումը, որը դիտում են աշխարհի տարբեր ծայրերում, գիտեք, եւ այսօր մեր հաղորդումը նվիրված կլինի մի թեմայի, որը մեծ աղմուկ է բարձրացրել Հայաստանում եւ վերաբերվում է Հայաստան-Սփյուռք հարաբերություններին կամ ամբողջ համահայկական խնդիր է իրենից ներկայացնում, իր մեջ ներառելով այնպիսի հարցեր, որոնք ցավոտ են եւ քննարկման նյութ կարող են հանդիսանալ, շատ հարցերի պատասխան կարող է առաջանալ այս նյութից։ Խոսքը վերաբերվում է վերջերս Սիրիայից ժամանած մի ընտանիքի, որը խառն ամուսնությամբ թոռներ ունի հայ մարդը արաբական քրիստոնյա ընտանիքի հետ կնոջ կողմից։ Լրատվության մեջ հայտնվել է Նեստոր Հինդոյանի այդ ընտանիքի աղջիկներից մեկն է, որը որ գրել է քանի գրոշ արժե հրավերքդ տիկին Հրանուշ կամ թե ինչպես Սիրիայից գաղթած հայ ընտանիքին օդանավակայանից անմիջապես հետ ուղարկեցին։ Խոսքը Երևանի օդանավակայանի մասին է։ Ես կարդամ այդ նյութը, երևի շատերը կարդացել եք, մանավանդ լույս աշխարհի ադմինիստրատորները կամ ակտիվ մասնակիցները, որոնք որ կքննարկենք անմիջապես հետո ես երբ միացնեմ լույս աշխարհի կամուրջները նետեմ, այսպես ասած, որպեսզի հրավիրեմ մեր մասնակիցներին։ Կարդում եմ նյութը։ Նեստոր Հինդոյան դա մեր ազգն ա, այսպես է գրած, երևում է իր լեզուն է լրիվ տպագրված։ Մայրս եւ երկու հարազատ քույրիկներս իրենց երեխաների հետ արդեն 40 ժամից ավելի Երևանի аэроպորտում են պահած, մեծատառով է գրած, պատճառը նորմալ մարդ լինելն է։ Վիզա չստացան երկու քույրիկներս հայ լինելով հանդերձ։ Եվ իմ մաման, որ 40 տարի է հայ տղամարդու կին է, սկզբում ասեցին, ապացուցեք, որ հայ եք։ Ու իրենք եկեղեցում կնքված են, մկրտության բոլոր փաստաթղթերը ֆաքսով ուղարկեցինք Երևան։ Հայկական դեսպանատունն էլ հատուկ Դամասկոսից զանգահարել է ու գրություն է ուղարկել, որ այս տվյալ մարդիկ պատկանում են Սիրիայի հայկական համայնքին եւ հայ են։ Իմ հայրը Ժան Հենդյանը եւ մայրս Լայլա Միրոն հանդիսանում են Սիրիայի հայ համայնքի ամենամեծ հովանավորներից մեկը։ Ամեն տարի նրանք իրենց հովանավորության տակ են առնում 10-ից ավելի հայ ուսանողների եւ հոգում նրանց բոլոր ծախսերն ու կարիքները։ Ամեն տարի ես ինքս ապրելով Գերմանիայում մասնակցում եմ համահայկական դրամահավաքին Armenian Fond եւ իմ անունով միշտ նորմալ գումար եմ փոխանցում ֆոնդին։ Այս ամենը չեն կարող հերքել, որովհետեւ կան ապացույցներ։ Օդանավակայանի հայ գերիների մեջ հակագծի մեջ է գրված։ Իմ հարազատ քույրիկներն են, որոնք ունեն 5 երեխա։ Ամենամեծը 8 տարեկան է, ամենափոքրը 9 ամսական։ Արդեն 50 ժամ է նրանք գտնվում են տրանզիտ զոնայում, աթոռների վրա, սոված, ծարավ եւ օդափոխիչից մրսած։ Իհարկե, բարեբախտաբար կարողացել ենք ուտելիք եւ երեխաներին կաթ ու փամփերս ներս մտցնել։ Ասեմ նաեւ, որ երկու եղբայրներս սովորում են Հայաստանում։ Հակոբ եւ Հարութ Հենդյանները։ Հայրս երկրաշարժի ժամանակ Սիրիայից մեծ օգնություն եւ գումար է ուղարկել իր ազգին։ Երբ Արմավիայի օդանավը կործանվեց, հայրս Ժան Հանդեյանը Սիրիայում հայկական դեսպանատան հաշվեհամարին փոխանցել է
5,000 ամերիկյան դոլար։ Իմ խոսքերը չեն կարող հերկվել, քանի որ դեսպանատներում գրված է. մեր ուզած ընդամենը վիզա հատկացնելն է, ու ոչ մի տեսակ նյութական օգնություն մենք չենք պահանջել։ Փառք Աստծո, մենք դրա կարիքը չունենք, նույնիսկ մեր շատ բարի ու լավ Սփյուռքի նախարարությունը շատը գրված է հակագծերի մեջ։ Ստացել է այդ փաստաթղթերը, բայց կներեք, վիզա չենք տալիս հայտնել է։ Տիկին Հրանուշ Հակոբյան, դուք չեք որ ամբողջ օրը TV-ով հայտարարում, որ մեր դռները բաց են Սփյուռքին։ Այս Սփյուռքը, որ միշտ ձեռք էր մեկնել ձեզ մութ ու խավար տարիներին, իսկ հիմա մերոնց առանց որևէ բացառության մերժում եք եւ ստորաբար վերաբերվում նրանց։ Մենք ձեզանից բան չունենք պահանջելու, քանի որ դրա կարիքը չունենք, այլ մերոնք ուզեցել են միայն մեկ ամսով գալ Հայաստան հանգստանալու ու մեր մոտի անորոշ վիճակից մի որոշ ժամանակ անջատվել ու խախանդվել։ Իսկ այսօր մեր հարգելի կուշտ մեծատառերով է գրված, ընդգծված անվտանգությունը հրահանգել է առանց որևէ պատճառի իրենց հետ ուղարկել վաղվա թռիչքով հետ։ Մերոնք Իստանբուլից եկել են Երևան առանց պրոբլեմի, իսկ պրոբլեմը Երևանում են ունեցել։ Ուղղակի սրտացավով ասում եմ, ոչ հալալ լինի, ինչքան իմ ծնողները օգնություն են արել հայկական դեսպանատան միջոցով ու միշտ։ Թուրքիային են եկել, ոչ թե Հալեբի, Թուրքիայեն են եկել, ոչ թե Հալեբից, քանի որ Հալեբում հիմա ահավոր վիճակ է։ Ու իրենց հետ երեխաներին չվտանգելով ուզեցել են Թուրքիայով հասնել Հայաստան։ Իսկ աննամուս, անթասիբ հայերս Թուրքին են հետ ուղարկում։ Yani դեպի Թուրքիա են հետ ուղարկում։ Թուրքը որ թուրք է, իրոք ավելի մարդկային է եղել իրենց հետ, իմանալով որ հայ են, քան մեր հայաստանցիք։ Այս բառերը գրելիս ինձ аэропորտի ներսից արդեն տեղեկացնում են, որ մերոնց տոմսերը արդեն առած է դեպի Իստանբուլ վաղը, եւ առաջին անգամ եմ տեսնում, որ մարդկանցից փող են վերցնում դեպորտ անելու համար։ 1400 եվրո։ Իրենց ներսի աշխատողներն ասել են, հա ձեր աղբերները հայ են, Երևանում են սովորում, իսկ դուք հայ չեք։ Հայ ազգ մնաս բարով։ Ահա այսպիսի ցավալի, վշտալի, լիպված Հայաստանում, օդանավակայանում զվարթնոց եւ Սիրիայից, Հալեբից ժամանել է մի ընտանիք հինդոյան ազգանունով, որ կողմից որովհետեւ այդպես է գնում, աղջիկներ, տղաներ ունեն, երկուսը սովորում են Հայաստանում, Երևանում, տղաները, աղջիկները Գերմանիայում են, տեսեք աղջիկներից մեկը գրել է, որ քույրերի հետ, երեխաների հետ եւ մոր հետ, որը հինդոյան հայի կինն է 40 տարից ավելի եւ մնացածը բոլորը տեսակ ինչպես նրանք Սիրիայից, Հալեբից անցել են Թուրքիա, Թուրքիայի Իստանբուլից, Պոլիսից եկել են Երևան, իջել են եւ Երևանում տեղի ունեցել այս ամենը, որի մասին ես կարդացի։ Հիմա այս խնդիրը ես ցանկանամ բարձաբանել լույս աշխարհի մեր դիտողների հետ, միացնեմ Եվրոպա եւ Ռուսաստան։ Եվրոպայի նման հարցերով, որոնք Հայաստանից ժամանել են Եվրոպա, ասենք նրանք գիտեն ինչ է նշանակում վիզա, գաղթական հայրենիք, Մարգարյան Փարիզ, ողջույն, հարգելի Հովհաննես եւ Ռուսաստան, Սուրեն Սարգսյան, ողջույն Սուրեն։ Դուք ուրեմն կարդացել եք, գիտեք, լսեցիք նյութը նաեւ ինչի մասին էր։ Ես պարզապես կուզենայի դուք մի անգամ էլ մեկնաբանեք ըստ այնմ ձեր
պատկերացումներով ես հետագայում դες որոշակի հարցեր կտամ, որովհետև դուք պատրաստված անձնավորություններ եք գաղթականական հայրենիքից մտնել դուրս գալու այսպես շրջապտույտների մեջ։ Խնդրեմ, ումը տամ Թույլ կտակ մի բան ասեմ, ուշադրություն դարձրեցիք գրվածի մեջ, որ ասում է գերիների թվում, հայ аэроպորտի գերիների թվում իմ քույրերն են, այսինքն իրենք մենակ չեն, ինքը գրել է իր ընտանիքի համար, սակայն ես ոնց հասկացա, էլի գերիներ կան, հնարավոր է Սիրիայից, այսինքն նրանք մենակ չեն, մենք ուղղակի լսում ենք իր բողոքը, մյուսների բողոքը դեռ տեղ չի հասել կամ հնարավորություն չունեն բողոքելու։ Չի բացառվում, ճիշտ ես ասում, որ ինքը գրել գիտի կամ հայտնել գիտի, որը գրել է այս ամենը եւ հաղորդել է։ Հիմա արդեն մեր պատկերացումները այսպես է, գերիների արտահայտությունը դա է նշանակում։ Հիմա խնդրեմ ձեր մեկնաբանությունները։ Անկասկած։ Այո, համեցեք։ Հետաքրքիր է ուրեմն մի sense կա։ Ինչով են որոշում հայ լինելը։ Ինչ չափանիշներ գոյություն ունեն։ Ես այդ հարցին ճիշտ ասած չեմ։ Դրան չգնանք հիմա մենք։ Խնդիրը դրան չգնանք հիմա հակառակ, sense որպեսզի դրան գնանք, էդի կշեղվենք։ Մենք սկսենք սրանից, տեսեք առաջին հերթին։ Սպասի, տես չի։ Սկսենք սրանից առաջին հերթին, ոչ թե Հայաստանի Հանրապետությունը ինչպես է ընդունում, ինչպես է վիզաներ տալի բոլոր արտասահմանի քաղաքացիներին, որովհետև հիմա իրանք գալիս են ինչպես արտասահմանի քաղաքացի տուրիստներ։ Արդյոք Հայաստանի Հանրապետությունում կա մի ձև, որտեղ որ մուտքի իրավունքի համար ասում են դու պետք է անպայման հայ լինես, այդպես բան չկա, բոլոր արտասահմանի քաղաքացիները անկախ նրանից իրանք ինչ ազգ են, մտնում են մուտքի իրավունքով եւ Հայաստանում պարզեցված պետք չի նախապես դիմել, գալիս ես аэроպորտ, այսպես ասած, տեղում դու ստանում ես մուտքի իրավունքը վիզան եւ մտնում ես ներս։ Եվ դրանց մեջ նաեւ եղել են բոլոր տեսակի Սիրիայի քաղաքացիները ժամանակին, բոլոր մերձավորվելքի երկրները, բոլոր երկրները, Հայաստանը այդ երկրներից մեկն է Ավստրալիայի նման, որը որ տենց հեշտացված մուտքի ձև ունի, այսպես։ Այսի մեկ, առաջինը։ Երկրորդը, թե ինչու է այս պատմությունը մեր գլխին հայտնվում, նախ առաջին հարցն է, թե ինչ կատեգորիա որոշում, սա քաղաքացիության խնդրի հետ է կապված։ Իսկ հիմա այս մարդիկ նախ քաղաքացիություն չեն դիմում, Հայաստանի քաղաքացիություն, երկրորդը այն ինչ որ երկքաղաքացիության մասին օրենքն է ընդունված, սա եւս շատ սուտ չաշխատող մի հատ երևույթ է, որովհետեւ այսօրվա դրությամբ երկքաղաքացիություն դիմողները, որոնք դիմել են երկար տարիներով, չեն կարողանում ստանալ երկքաղաքացիություն, սակայն ասենք Փիթերքում Ռասելը անմիջապես պատվավոր Հայաստանի քաղաքացի են դառնում, պասպորտները ստանում են, այնպես որ այս հարցը մեր համար պարզ է։ Հիմա խնդիրը մնում է, թե ինչի հենց հիմա չեն թողում մարդկանց, որոնք Հայաստանի քաղաքացի չեն, սակայն հայեր են, մտնել, սակայն մեկը որ ասենք Գերմանիայից է գալի, Իսպանիայից է գալի կամ այլ գնալով Եգիպտոսից գա, անմիջապես կմտնի։ Ստեղ է հարցը, ինչի Սիրիայի քաղաք չեն, որ առաջին դեպքը չի։ Նրանք էլ ում հաջողվում մտնել Հայաստան, ոչ մի տեսակի փաստաթուղթ չեն կանել, չեն կարում բանկում իրանց հաշիվները բացեն, ոչինչ չեն կարողանում անել, այսինքն բոլոր պայմանները կա, որպեսզի նրանք Հայաստանում չհիմնվեն, չմնան։ Հիմա բայց եւ պետք է հաշվի առնել, որ նաեւ Սիրիայից մի հոգի չի գալի, 10 հոգի չի, սա պետք է պարզ լինի, որտեղ 100,000-ներով այդտեղ հայեր կան եւ անպայման երեխեքին իրանք հանելու են, չնայած նրանք չեն գալու Սիրիայից, պետք է նշել, որ հայերի նպատակը չի ամենևին Սիրիայից դուրս գալը եւ գալ Հայաստան,
որովհետև իրանք սա շատ կարևոր այսպես իրանք հասկանում են, որ շատ կարևոր գեոպոլիտիկի դեր են խաղում, իրանք այդտեղ սեփականություններ ունեն, նրանք համարում են իրենց տեղը, որտեղ պետք է մնան, սակայն մենք հեռուստատեսությունում շատ հաճախ տեսնում ենք, թե ինչպես են տարբեր տեսակի հետազոտողներ եւ փրկվելու համար Գազայից նպատակն է Սիրիայից հայերին դուրս բերելը, սակայն միևնույն ժամանակ նպատակն է Հայաստանը չընդունելը, Հայաստանը չի ընդունելու Սիրիային, ինչպես չի ընդունել Իրաքի հայերին, Հովանես մի րոպե ձեր բանավան Ֆրանսիայի կամպյուտերի բոլոր ծրագրերը անջատի մենակ բոլոր ծրագրերը անջատի ինչքան կա մենակ ովոն թող ձայնդ ընդհատվում է Okay որտեղ է ընդհատել վերջի մասը Ֆրանսիայի հայերը ասացի ուրեմն Իրաքի հայերը ասեցի Իրաքի հայ ինչպես չի Իրաքի հայերին Հայաստանի Հանրապետությունը Սիրիայի դունել շշանակում որոշ հնարավորություն ունեցել մտնել Հայաստանի Հանրապետություն սակայն դա չի նշանակում դեռևս որ Հայաստանի Հանրապետությունը ընդունել հայերին կամ իրական կարգավիճակ է տվել կամ բանկում հաշվի համարի հնարավորություն ընդհանրապես եւ գիտեք եթե արտասահմանի քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում մնում է ավելի քան 1 ամիս կամ 21 օր սկսում է ամեն օր փող վճարել $3 թե ինչքան է չգիտեմ որը որ սպասվում է բոլոր Սիրիայի քաղաքացիներին որոնք գալու են Հայաստան ուրեմն նպատակը նշի հիմա որ մեզի հեռուստատեսությունում հետագայում կասեն թե գիտեք ինչ միևնույն ժամանակ մի կողմը կասի թե այդ որպեսի հայերը աշխարհական առումով չլքեն Սիրիան, մյուս կողմն էլ ինչպես հայտնի ժողովուրդը կասի, որ անպայման պետք է Հայաստանը պետք ունի, բայց իրականում Հովանես resolution-ը տեղափոխի ցածր resolution Ձայնդ կտրատվում է Հովանես ձայնդ կտրատվում է տեղափոխի ցածր resolution նկարը resolution-ը գնա դեպի low սխմի լավ ես հիմա անջատվում է անջատվեց կմիանա հիմա Սուրեն խնդրեմ դու ասա մինչև Հովանեսը կմիանա Ես մի քիչ այլ կարծիք ունեմ ի տարբերություն Հովանեսից ուրեմն ըստեղ գոյություն ունի օրենքի մեջ բաց թողում այսինքն որ հաշվի չեն առել այս տեսակ որ դեպքեր կարող է ի հայտ գա ինչու որ կատարվեց հիմա ըստեղ հարցը որն է հարցը հետևյալն է չափորոշիչ եզրերը որոնք են այո շատ կարևոր է ինչքանով մարդը հայ ինչքանով հայ չի նամանավանդ որ հայ քրիստոնյա են հայկական եկեղեցու անդամ են Սիրիայի համայնքի անդամ են ու փաստաթղթեր կան վկայություններ են գալու այնտեղից ֆաքսով ուղարկում են որ այո այս մարդիկ են հիմա մի կողմից էլ հասկանալի է ազգային անվտանգության զգուշությունը որ ամեն ինչ հնարավոր է որ տարբեր պատճառներով ոնց որ ընդունված է թուղթ համասասարկելով ներխուժեն Հայաստան ներխուժեն Հայաստան ի՞նչ է նշանակում ներխուժել Հայաստան իրանք այդտեղ են պատճառաբանում մի րոպե դուք որ ներխուժում եք Ռուսաստան ձեզ որ որսում են դուրս չեն անում երկրից այսինքն ով անօրինական է բա ինչի մասին է խոսքը այդ ինչ արտահայտություն է ներխուժել Հայաստան
Դա ինչ արտահայտություն է։ Հայաստան ով կարա ներխուժի։ Կարող ես գալ 3 ամսով մնալ, նրանից հետո վիզատ լրանում է, եւ քեզ ասում են դուրս գնա։ Եթե կմնաս, ամեն օր փող ավելանում, չէ՞, եւ որովհետեւ аэропортից եթե հեռանաս, կասեն քո վիզան այսքան է, դու մնացել ես ավելի, այդ ավել օրերի համար պետք է վճարես մի քանի անգամ շատ։ Էսա չէ օրենքը։ Դուրս հանելու խնդիր չկա։ Ներս թողելու խնդիր չկա այստեղ։ Եվ ինչ-որ ազգային դիտակավորումներ են տալիս, ազգային բաներ են խոսում, որը ծիծաղելի է։ Ինչ ազգային հայ չի, այդ ինչեր եք ասում։ Չէ, սա առիթն է, իսկ պատճառը ո՞րն է։ Հիմա չեմ հասկանում, ես նախ չեմ հասկանում Սիրիայից եկող օդանավերը կամ մարդիկ, որոնք գանցնում են, գալիս են Հայաստան, ինչ որ երկրից եկողները, որ իջան Հայաստան, Սիրիայից են, Գերմանիայից են, ուր աշխարհի որ ծայրից են, Հայաստանի կառավարությունը որտե վիզայի օրենքը մտնելու թույլ տալիս է, թե թույլ չի տալիս։ Եվ ինչ բացառություններ կան օրենքով հաստատված։ Հանկարծ չասես, որ այդ մարդու դեմքը իր դուրս չի գալիս։ Պարոն Կիրմիջյան, եկեք ես իմ կարծիքով պետքա մնալ իր բուն պատճառի վրա, որովհետև եթե մենք խորարանք հիմա օրենսդրական մանրամասների վրա դուրս չեն գա, որովհետև մի հատ կարևոր խնդիր կա։ Տրամաբանություն։ Սիրիայի հայերը առանց խնդրի մտել են մինչև հիմա առաջացել է այդ օրենսդրական եւ դրանց պատճառ կա, պետք է հասկանալ ինչու։ Հայերը վերջո Հայաստանում ասում են ճամբարներ են գնում, ման են գալիս, հանգստանում են, կարդում եք չէ թերթերը, ու հանկարծ բացառություն է սա, որ իբր թե մաքուր հայ չեն, թե հայ չեն, քրիստոնյա են, որպեսզի հասկանանք դա։ Ինչա փոխվել այդ ընթացքում, ինչ որ մի բան է կատարվել։ Թուրքիայից են եկել թե ոնց Թուրքիայից են եկել։ Չէ, մի տեղից պետք է գային, չէ՞ հիմա ճանապարհին։ Սա պատմություններ են, որոնք արդարացնել կամ մարդարանալ, խնդիրը պետք է հասկանալ այսպես։ Պետք է որպեսզի հասկանալ թե ինչ է այդ, պետք է տեսնել թե ինչ դեր են խաղում Սիրիայում հայերը եւ ովքեր են Սիրիայում հայերը, ինչ։ Նախ որ Սիրիայում հայերը շատ ուժեղ աշխարհաքաղաքական տեղ ունեն, առաջինը ինչն է, որ մեծամասնությունը 100% համարյա Բաշարի կողմից են եւ Սիրիայի հայերը խանգարում են Բաշար Ասադի գահազրկմանը, խանգարում են։ Նրանք շատ ուժեղ դեր ունեն, ազդեցություն ունեն եւ ուժ ունեն։ Սա պետք է հաշվի առնել։ Երկրորդը, սա շատ ուժեղ կապիտալ ունեցող, ոչ միայն կապիտալ ունեցող, այլև կապիտալը միայն ֆինանսական կապիտալի մասին չի խոսքը, այլև հողեր, տարածքներ Սիրիայում ուրեմն մարդիկ են, որոնք ոչ միայն արտագաղթած են Սիրիայի մեծամասնություն եւ Հորդանանի 15 թվականից, այլև տեղում բնակվողներ կան, որոնք շուտվանից այդտեղ են բնակվում մինչև 15 թվականը եւ այլն։ Սիրիայի հայերի պատմությունը, մերձավոր արևելքի հայերի պատմությունը շատ ավելի ուժեղ է, շատ ավելի հին է։ Հիմա սա խանգարում է առաջին հերթին ներկա քաղաքական լուծումները անելու համար որոշ ուժերի, երկրորդ հերթին մերձավոր արևելքում հայերը ձեռ չեն տալիս, որովհետև ազդեցություն ունեն, երբ որ ուզում են նոր մերձավոր ստեղծեն, հայերը խանգարում են իրանց կապիտալով, իրանց կարողություններով, միևնույն ժամանակ պետք է դրանց դուրս հանել, բայց Հայաստանն էլ չէ, որ Հայաստանը պետք է առանց հայերի մնա, միևնույն ժամանակ, ուրեմն այս կապիտալով ժողովուրդը որ գա Հայաստանում են գողացված կապիտալ, որ անընդհատ մենք ընկած ենք պարտք ենք մեր գլխին հավաքում, որ նորից կգա կմտնի, ինդուստրիա կմտնի, հետ մարդիկ ինդուստրիալներ են, նենց կա, որ վարպետներ են, վարեր ունեն եւ այլն, կապիտալ ունեն, նորից արտադրություն կարող է դրել այդ Սիրիայի հայերը, գան այդտեղ Հայաստանը շենացնեն, այդ կապիտալը պետք չի, որ Հայաստան մտնի, դա պետք է գա Ամերիկայի Միացյալ Նահանգներ, օրինակ։ Դաման Ամերիկայի Միացյալ Նահանգները հեշտությամբ բոլոր Սիրիայի հայերին վիզա է հատկացնում։
Որտեվ ինչի գնան Հայաստան, երբ որ ինքը իր կապիտալով, իր կարողություններով կգա Ամերիկայի Միացյալ Նահանգների մեջ կմտնի հեռու մերձավոր արևելքից, հեռու Հայաստանից, մերձավոր արևելքում իրենց չի խանգարի, Հայաստանն էլ այդ ծրագիրը դες մի գնում է քիչ է մնացել, մի 5-10 տարի հետո հաջող իրականացնում են ներկա իշխանությունները, անցած իշխանությունները եւ ապագա իշխանությունները կշարունակեն այն իրականացնել։ Ահա թե ինչու՞ է ամբողջ խնդիրը։ Եվ սրա համար այս մարդը, որը հիմա վերադառնալու է, ինքը չի վերադառնալու, որովհետեւ տեսեք ինչ է ինքը ասում է իր նամակի մեջ մենք հասկանում ենք, որ նրանք ազդեցություն ունեցող հայեր են, որ նրանք կապիտալ են դնում Հայաստան տարբեր ձևերով, հասկանում ենք, չէ՞, ուրեմն իրանք նենց պետք է անեն, որ իրենք Հայաստանի կապն էլ կդրվի իրանց հետ, որ իրանք թողեն ու գնան ու մոռանան հայ դառնալը։ Սա ուրեմն հիանալի կազմակերպված եւ Հովանես Հայաստանի թուտուր մի հատ ես այդ քո ասած այդ ինֆորմացիան որ տվեցիր, մի հատ հակիրճ բացատրեմ։ Սիրիա, այսինքն Հալեբը ասեք, որովհետև Սիրիան մտել է Օսմանյան կայսրության մեջ, չէ, առաջ 15 թվականները մինչև Սուլթան Համիդը Սիրիա ամենից եղել է Օսմանյան կայսրություն, մինչև Եմեն, Սիրիայում, ինչպես նաև Եգիպտոսում, Եմենում ամենուր ապրել են հայեր։ 15 թվականի մաքրազարդումը արևմտյան Հայաստանի հայերից կատարվեց ժողովուրդը ճանապարհին ոչնչացրեցին, բայց ով հասավ Հալեբ եւ Սիրիա դերձոր փրկվեցին, չէ՞ դրանք արաբական աշիրատները վերցրեցին այդ բեկորները նաև ուրեմն դուս ա գալիս Սիրիայում կային հայեր բնիկ, որը դու ասեցիր, եւ կային կոտորածներից փրկվածներ, որոնք տեղավորվեցին աշիրատներում, արաբների, քրդերի եւ այլն։ Այս հայերը հետագայում նորից դրանց սերունդները հարստացրին Սիրիայի հայկական համայնքը Օսմանյան կայսրության մեջ, այսպես պիտի հասկանանք։ Ուրեմն նրանք Սիրիայում հիմնական կապիտալը կամ զարգացման բանը ջուրը եւ հողն է, գիտեք, Եփրատը եւ սիրիական ցորենի դաշտերը։ Ուրեմն դուրս է գալիս, որ այս կալվածատերերի մեջ մեծահարուստ հայեր կան։ Եվ այս ընտանիքը ներկայացնում է այդ կալվածատերերի հարուստ ընտանիք, որոնք իրենք ապացուցել են, որ նաև հայրենասեր են, որտեղ աղջիկը բերում է վկայություններ, որ Սիրիայի մեծահարուստ ապահոված այս ընտանիքը հենց այնց $5,000 չի տա, հենց այնպես իր երկու տղաներին Երևանում չի սովորացնի։ Հասկանում եք, այդ բարեգործությունները, որ դրված են, նշանակում է բանաձևը այսպիսին է. Սիրիայի հարուստ ընտանիքների մուտքը անկախ նրանից ինչ հարաբերությունների մեջ են Հայաստանի հետ, նույնիսկ եթե երկու տղա ունեն սովորելու, սովորում են այնտեղ, եւ ինչ էլ տվել են, փակված է։ Էսի արդեն քաղաքականություն ստացվեց։ Այստեղ արաբ ես, հայ ես, Թուրքիայից ես եկել, այդպես բաներ մենք չենք հաշվի առնելու։ Չի տեղավորվում, եթե այդպես մտածենք։ Միայն խնդիրը առաջանում, որ Սիրիայի ունակ հայերի կապիտալը Հայաստան չպետք է մտնի։ Սիրիական արյունը կամ զարգացման միջոցները, որ հանկարծ կարող են փոփոխել Հայաստանի անկումը կանգնացնել կամ առաջ տանել, որովհետև պատկերացրեք, Սիրիա հայերից մի 10,000 հոգի Սիրիայի հողերի 20%-ը իրաց ձեռքին է, որպես սեփականություն։ Ասադը դուրս եկավ, այդ հողերը այդ մարդկանց սեփականությունն է։ Նրանք եկել են Հայաստանում դղյակներ են սարքել, հարուստ են իրենց համար, եւ դուրս է ստացվում, որ Հայաստանը այդ մարդիկ այդտեղ մնալով դրսում ունի կալվածքներ, որը օրենքով պատկանում են այդ մարդկանց։ Հիմա ոնց որ ռուսները ունեն մեր մոտ կալվածներ, ատոմակայան ընկերություններ, նույն բանը ամբողջ լիբերացված աշխարհն է, որտեղ ուզում ես ապրի, որտեղ ուզում ես ինչ ուզում ես ունեցի։ Ուրեմն դուրս է գալի, ստացվում է այնպիսի մի բան, որ Ասադի գլխին տեղ ունեցող այս բաները Ասադի հետ կապված չի։ Ինչպես Թուրքիայում 15 թվականի ջարդերը
ում դեմ էր հայ բուրժուազիայի, հայ կալվածատերերի, որոնք Թուրքիայի տնտեսության հիմնական լծակն էին, նրանց ձեռքից պետք է խլեին այդ։ Խնդիրը սա է, արդեն հիմա մենք նոր պատկեր ստացանք, թե չես արաբական հայրը, մայրը, այս երեխաները եկել են, ինչ մեղ կա, չեն թողում, բան, էսի մի կողմ թողեն։ Չկա տես բան։ Հստակ երևում է, որ Հայաստանի կառավարությունը այսօրվա դավադրական գաղտնի ձևով աշխատում է Հայաստանի եւ ընդհանուր հայության շահերի դեմ, բայց դա չի ուզում բացահայտվի, այլ նյութը ներկայացում է հայ ես թե հայ չես, որտեղ ոչ մի տեսակետից չես կարող բացատրել, ինչու դրսից եկած օդանավով Իստանբուլից քանի հոգի են եղել նրա մեջ Իստանբուլից ժամանած, թուրքեր են եղել, գերմանացիներ են եղել, Ֆրանսիայից են եղել, որովհետև այդ Իստանբուլը մենակ դրանց չբերեց, դրանք ոնց են վիզա ստացել միանգամից, խոչընդոտ չի եղել նրանց, Իստանբուլի օդանավը ինչ կապ ունի այստեղ որտեղից ես գալի, Իստանբուլի ամբողջ բնակչությունը չէր տեղափոխում կամ հայեր չէր բերում, այդտեղ կարող են լինել օդանավի մեջ տրանզիտ եվրոպական որևէ երկրից քաղաքացի, որը գալիս է օդանավակայանում, ասում է ես եկել եմ, մնալու եմ Հայաստանում 3 ամիս, մի ամիս եւ այլն, եւ բացում է վիզա, ըստ Հայաստանում գործող օրենքների վիզան պարտավոր են բացել, պարտավոր են, բայց որ քաղաքացիների, որ երկրի, որ քաղաքացիների նկատմամբ հանկարծ խառնվում է անվտանգության ծառայությունները եւ գաղտնաբար ասում է սրան ներս չթողեք եւ ինչու Մուրոն պետք է մտածես սրան ներս չթողեք Շվեյցարիայից եկած շվեյցարացին Իստանբուլի ինքնաթիռով իջնում է Երևան անվտանգությունը չի կարող ասի չէ սրան ներս չթողեք Նույնիսկ եթե դա լրտես լինի, եկել է ինչ-որ միսիոներ է եւ այլն, բայց այս ընտանիքը որ երեխաներով է եկել, կին երեխաներ բան, սրանց ասման ներս չթողեք եւ պատճառը որ սրանք հայ չեն, այս արդեն ամբողջ հայ ժողովրդին Հայաստանում եւ Սփյուռքում բարձրապես ավանակի տեղ են դրել Հայաստանի այդ իշխանությունները, որոնք որ խաղում են այս խաղը։ Հիմա մտածեք Ճիշտ եմ մտածում, թե սխալ եմ մտածում ես։ Ուրեմն մի բան ասեմ եւս, նույնը սիմիլյար ուրեմն նույն ձևի պատմություն եղավ Իրաքի հետ, ինչ եմ սա ասում, որ Իրաքը նույն ուրեմն ազդեցություն ունեն հայերը Իրաքում, ինչպես Սիրիայում, եւ ժամանակին շատ ավելի հարուստ են եւ հիմա Սիրիայում Իրաքը բաներ ունի հայերի նկատմամբ շատ ոնց որ ասած պահում է հայերին եւ հայերը շատ ավելի մեծ տարածքներ ունեն Իրաքում իհարկե հիմա արդեն ավելի քիչ կարեւոր այսպես ասենք քան թե Սիրիան սակայն դուք պատմեք պարոն Քիրիմեջյան ինչպես է Սիրիայի հայերը կներեք Իրաքի հայերը որոնք որ փորձում են վերադառնալ գալ Հայաստան մի քանիսին ինչ որ հաջողվեց բայց մեծամասնությամբ գնալով Հորդանանի հյուրանոցներին սպասելով Հայաստանի մուտքի իրավունքին այդպես էլ չստացան եւ ամբողջով բոլորով հայտնվեցին Ամերիկայի Միացյալ Նահանգներում այդպիսի բան չի եղել եղել է որովհետեւ ես այդ գործի մեջ եմ եղել Հովանես այդ թվերին երբ որ Իրաքում դեռ պատերազմը չէր սկսվել հələ դեռ չէր սկսվել Իրաքի հայերը բոլորը լծվել էին Հորդանանի հյուրանոցներն էին լծվել եւ գիտես ինչ էր եղել ամբողջ հյուրանոցները Իրաքի հայերը ապրում էին այդտեղ բայց Հորդանանի մեջ կարող ես 2 ամիս մնալ կամ 3 չգիտեմ ինչ օրենք կար չէին կարող երկար մնալ պետք է անպայման վերադառնային նորից Իրաք եւ այնտեղից նորից մտնեին Հորդանան այդքան մնալու համար եւ այս գործի վրա էին ինչպես Սուրեն դուք եք Ռուսաստանում անում չէ որ հանկարծ ասում են ժամանակը լրացավ պետքա երկրից դուրս գաս հետո ներս մտնես նույն բանը Հորդանանն էր անում
իշխանությունները, որտեղ դրանք եկել էին հյուրանոցների մեջ ապրում էին ընտանիքներով, ապահովության համար, որովհետև այդ խնդիրները կար արդեն Իրաքում։ Եվ այդ քաոսը, երբ որ գալիս էին, հետ էին վերադառնում, նորից գալիս էին, ամբողջ Իրաքը ողողված էր, Իրաքը չէ, Հորդանանը, որոնք ողողված էր Իրաքի ցեկողների, գալով հետ դառնալով։ Եվ Ամերիկայում Իրաքահայերի միության կազմ կոմիտեից մի քանի հոգի նախագահներ հետը ինձ դիմեցին այստեղ երբ որ թերթ է հրատարակում, որովհետև ես մասնակցել էի Քոչարյանի իշխանության գալու խնդիրներին 98 թվին այստեղ Լոս Անջելեսում, որտեղ մեր մասնակցությունը նրան հաղթանակ բերեց իր տեխնացության մեջ։ Եվ իրանք գիտեին, որ ես հետ եմ, իշխանությունն էլ Քոչարյանն էր այդ խնդրի շուրջը։ Եվ որ ես միջնորդ եմ, ես ասեցի այդ մենակ ներքին արտաքին գործերի նախարարությունով այդ կարող եք որոշել, ոչ մի բանով չեք կարող բան անել։ Եվ նրանք պատրաստ էին այդ ամբողջ իրաքցիները, որ այդ հարուստները բան, գային Հայաստանում ցանկացած տեղ ապրեին։ Ցանկացած տեղ, ես չեմ ասում Ղարաբաղյան հարցերի եւ զարգացած գոտիների, մեծ մասին չեմ ասում։ Եվ ես հանկարծ բանից պարզվեց, որ Հայաստանի կառավարությունը անզոր է այդ բանը անելու։ Այսինքն նրա վրա ճնշում կա։ Չի կարա բերի։ Իրաքցիներ ուզում են գան, ասեցին չէ։ Չկարողացան։ Հիմա ներքին արտաքին գործերի նախարարությունում ծվարած, որոնք երկրի քաղաքականությունը մեկ էս պատին են խմում, այն պատին են խփում, եւ պրեզիդենտին էլ չեն ենթարկվում, որովհետև դա ակնառու են թվականներն էր, երբ որ հետո պարզվեց, որ արտաքին գործերի նախարարությունում ծվարած են գունավոր հեղափոխության դիվանագետները, որոնց 2008 թվականի դեպքերի կապակցությամբ, երբ որ Քոչարյանը դուրս վռնդեց, հիշում եք, չէ՞, եւ Շուգարյանի ղեկավարությամբ, քանի հոգի ասեցին, որ Լևոն Տեր-Պետրոսյանին են միանում։ Հիշում եք այդ դեպքերը, հենց այս մարտիկը ներսում դիվանագիտական այնպիսի խոչընդոտներ էին ստեղծում, որ Քոչարյանը ոչինչ չէր կարողանում անել։ Հիմա էլ նույն պատմությունն է։ Հիմա մնում է Սերժ Սարգսյանը տեղյակ է այս մասին, թե չի կարող։ Ինչպես Քոչարյանը այն ժամանակ տեղյակ չէր, որ իր մեջ աշխատում են հայ հետաքրքրություններին հակառակ հեղափոխականներ, օտարերկրյա գործակալներ, իդեմս Ռուբեն Շուգարյանի Ցուգերման, որը հիմա Ամերիկայում դիվանագիտական կորպուսից դուրս շպրտվելուց հետո Ամերիկան տիրություն արեց, նշանակել է մի հատ համալսարանում դասախոսություն է կարդում, մինչև Հայաստանի համար կստեղծեն այնպիսի պայմաններ, որ սա էլ ժամանի Հայաստան, ինչպես Սահակաշվիլին ժամանեց Վրաստան։ Ուրեմն այդ կադրերը, որոնք որ կան, սենց հետաքրքիր վիճակներ են առաջացնում։ Եվ իրաքահայերը չկարողացան գային, փակվավ, որովհետև դիվանագիտական կորպուսները աշխատում են։ Հիմա այստեղ ով է աշխատում, որը Հայաստանի օրենքներին հակառակ է աշխատում։ Անվտանգության ծառայությունը այստեղ ոչ մի բան չի անում։ Այստեղ գործում է արտաքին գործերի նախարարության մեջ թափանցած Հայաստանը դատարկող օտարերկրյա գործակալների մի խումբ, որովհետև պարզից պարզ է, որ սրանք են, որ կարողանում են ստեղծել արտաքին հարաբերությունները։ Հիմա այսօր մենք խոսում ենք, չէ՞, արդեն օրենսդրություն է պատրաստվում, որ Ադրբեջանից եկող մարդիկ, որոնք Հայաստանում են ապրել, դրանց նկատմամբ ինչպես պիտի լինի։ Եվ ներգաղթի նոր օրենքներ են բանանում, ով կարա մտնի, ով չի կարա մտնի։ Այն ինչ որ մենք երազում ասում ենք, որ մուսուլմանը, կաթոլիկա, ինչ որ է երկրում մարդ չկա, այս երկիրը վիճակը անկում է գնում, էսի մի կողմ պետք է դնել կրոնական բոլոր հարցերը, հային համարել իր հոգով, այրունով, մտքով, լեզվով
եւ այդ կրոնական բաները չվերցնել, էսի այդպես չեն անում։ Հիմա անընդհատ նոր պայմաններ են դնում։ Հայեր ենք մանգալի։ Տեսան ինչ եղավ։ Այս վիճակն է։ Հիմա մենք խնդիրը պարզ հասկացանք, թե ինչ է կատարում։ Մատներիդ վրա կարող ես ասել, տարածքաշրջանը ազատում են հայ էթնոսից։ Ազատել են 15 թվականին Արևմտյան Հայաստանից, 1 Թուրքիայում հայ չկա։ Սիրիայից են ազատում, նրանց տալով երկրում խառնաճաղանձություն ու դուրս եկեք ազատվեք, փախեք։ Ըստ որում, քանի որ Հայաստանից են հայերին դուրս վռնդում, նրանց չեն թողում գան Հայաստան։ Այդպես Իրաքից դուրս եկող հայերին չթողեցին գան Հայաստան, որտեղ Հայաստանը որպես պետություն անկախ ամբողջ միջին արևելքի բոլոր պետություններից կարող է հավաքել ամբողջ հայությունը, չէ՞, ու դառնալ 5 միլիոն ամբողջ հայությունը հավաքել, դառնալ մի հատ մեծ հզոր պետություն, որի հայերը այդ երկրներում ունեն հարստություններ, արժեքներ, բանկային հաշիվներ։ Այս դեպքում Հայաստանը կսկսի այլ քայլեր կատարել, չեն թողելու։ Եվ այսպես Իրաքում պատերազմից առաջ տեսակ որ հայերին սկսեցին հանել, փչացնել ուղարկել Էսկոմենկոմ, գնացեք գլուխներդ ազատեք։ Իրանում հիմա եւ սրանից արդեն 2 տարից առաջ Իրանը հայերին են դուրս հանում, ոչ թե Հայաստան, այլ մի հատ կազմակերպություն է հայտնվել, որը գիտի որ Լոս Անջելես Գլենդելում Պարսկահայերն են ժամանակին շահի ժամանակ դուրս եկել, հիմա մտել է Պարսկաստան, հայերին գրում է, որ ես ձեզ կարող եմ տանել Ամերիկա, ինքնաթիռը, վիզաները սարքում է, մշտական բնակության, որ միանան Գլենդելում գտնվող վաղուց դուրս եկած իրենց հայրենակիցներին, Հայաստանի մասին ոչ մի խոսք չկա այդ մասին։ Եվ ընտանիքները որ գալիս են, ոչ ոք չգիտի, այդ ծախու լրատվությունը, որ Հայաստանում գործում է, այդ ծախու լրատվությունը գրանտների վրա նստած, արտաքին գործերի նախարարության մասնաճյուղն է, իդեոլոգիան է, որովհետև քանդողը լծակը դա է, իսկ հանրապետության նախագահը բառից բունի բացով դելիտանտ է, տեղյակ չի, նա անընդհատ պայքարում է ինքնահաստատվելու վրա, հələ ինքնահաստատված չի, տեսեք 4 տարի է անցել, երկրորդ ընտրություններն է մոտիկանում, ինքը չի հաստատվել այդպիսին, չի կայունացել, բայց սա ողբերգություն է արդեն, նրան երկրորդ անգամ պիտի ընտրվի ինքը, նորից չի կայունանալու, որտեղ ինքը այս պահին կամ սրանից առաջ եւ ընդհանրապես ինչ որ կատարվել է 20 տարվա մեջ չի ըմբռնել թե ինչ է կատարվում։ Իր համար Հայաստանը մի հատ Ղարաբաղյան մարզ է, որը ղեկավարվում է Գևորգովի կողմից, իբր դրա օգնականն է։ Հիմա Գևորգովը Ամերիկան կլի թե Ռուսաստանը կարևոր չի, ինքը օգնականն է։ Ինքը չի կարող այդ նավը քշել։ Էսա Հայաստանի նախագահի վիճակը։ Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին էլ չխոսանք, թե ում հետ է կապված, ինչ էր անում, ինչ արեց, որ հիմա էլ մոռացության է տվել, զոմբիների դասակարգ է սարքում։ Էսա դրությունը։ Հիմա մտածեք սենց, ինչ կարելի է անել։ Առաջիկայում նախագահական ընտրություններ են։ Կառավարությունը բացեց իր դեմքը։ Ես ձեզ ասեցի արտաքին գործերի նախարարության գործերն են սրանք, ուրիշ ոչ մի բան։ Արտաքին գործերի, որի ղեկավարը նստած է տխրահռչակ Պրիմակովի Փեսան։ Այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարարն է։ Թույլության մարմնացում հայկականության հետ ոչ մի կապ չունի։ Փաստ։ Եթե մեկը հանկարծ կփորձի հերքել, ես կհրավիրեմ լույս աշխարհ իրեն փաստելով, թե Պրիմակովը ով է
իր աղջիկնովը, Լևոն Տեր-Պետրոսյաննովը, իր կիննովը, եւ այդ բոլորը գդրվի, ուրեմն արտաքին գործերի նախարարությունը հայանպաստ չի աշխատում, սկսված Եվրոպայի հետ, Ղարաբաղի հարցերում, ներգաղթի հետ կապված, արտագաղթի հետ կապված, այն ինչ որ պիտի երկիրը պահի, անվտանգության, ազգային անվտանգության ծառայությունները գտնվում են նրա տրամադրության տակ։ Եվ արդեն դուք փաստը տեսաք ինչը։ Շատերը արդեն գրում են ինտերնետային կայքերում եւ Facebook-ում, որ Հայաստանը օկուպացված է։ Պարզապես չի հայտնված այդ մասին։ Շատ, իմիջայլոց այս նորությունը որտեղից ենք իմացել, որտեղից որ ինքը կա։ Facebook-յան լրատվություն։ Facebook-ից է դուս եկը Հայաստանի լրատվությունը, այսինքն ինքնաբուխ բլոգերից եւ Facebook-ից։ Ես Հայաստանի այդ մտավորականների հետ, որ ամեն մեկին հարկավոր է մի հատ ապտակ քաշել, այսքան ժամանակ չեն հասկանում, որ իրար հետ մրցելով հիմար ասուլիսներ տալով գրանտակեր թերթերին, ամեն շաբաթը ամեն կանչում են տալիս են, նրանք արջի ծառայություն են մատուցում Հայաստանին, որովհետև այդ թերթերին պետք է թողել անոթի, չխոսել այդ թերթերի մեջ, որովհետև ժողովուրդը ձեր խոսակցություններից խաբվում է, չի ճանաչում այդ թերթերի գործունեությունը, բայց երբ որ դուք այդ բանը անեք, միավորվեք առաջինը, Հայաստանում ինչքան մտավորական մտածող մարդ կա, եւ թերթերի մեջ մի խոսացեք, միթե այդքան բութ եք, որ այդ թերթերը, որ ֆինանսավորում են, ձեր տակը փորում են, ձեր հայրենիքի հերն էլ անիծում են, խոսալու տեղ եք ուզում, համակարգիչ կա, հեռուստատեսություն կա համակարգչային, վերջը լույս աշխարհ կա, Facebook կա, մտեք այդտեղ գրեք, խոսեք, այդ դելիտանտներ, բավական է ձեզ տանել ուսերի վրա, եւ դուք այդքան անկարող եք եւ անդամալույց, բոյկոտ հայտարարեք բոլոր թերթերին ինտերվյուներ տալը, մեկը մույսի հետ է մրցում, ինչպես սեփական աշնորհման ժամանակ, թե ով ինչ գործարան ձեռք կբերի ու կքանդի։ Սրանով ավարտում ենք այս մասը, բայց ես կուզեի երկրորդ մասն էլ գնալ այսօրվա այս թեմայի շուրջը։ Պատրաստ եք շարունակելու։ Պատրաստ եք։ Միշտ պատրաստ։ Ընդհատեմ, որ շարունակենք երկրորդ մասով։